Պարոն Սողոմոնյան, երեկ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը ազգային բարերար Սամվել Կարապետյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, հավանաբար դուք հետևել եք, կխնդրեմ նշեք ձեր տպավորությունները։ Իմ տպավորությունները շատ լավ են, որովհետև բոլոր այն հիմնական հարցերը, որոնք որ իրականում հուզում են մեր հանրությանը, կապված Հայաստանի արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, անվտանգային իրավիճակի, սոցիալական, տնտեսական, այդ հարցերին տրվեց հիմնարար, սպառիչ, հնարավորինս պատասխաններ, ինտրիգային հարցերին ևս, այն հարցերին, որոնք որ այդպես սարքվում են Սամվել Կարապետյանի և նրա ուժի և ընդհանուր առմամբ ընդդիմադիր դաշտի նաև համբավը նշանակությունը նսեմացնելու համար այդ հարցերին ևս տրվեց պատասխան։ Շատ կարևոր մի բան եմ ես ուզում նշել։ Սամվել Կարապետյանը թելադրում է օրակարգ։ Եվ պատահական չէր, որ նրա ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը այդպես սևակնած, խառնված, այլայլված մտավ և սկսեց խոսել, դատի եմ տալու և այլն և այլն։ Շատ կարևոր է, իհարկե, սա արդեն նշանակում է, որ մեդիա դաշտում, որ մշտապես Փաշինյանը իր պետական ռեսուրսներն օգտագործելով, վարչական ռեսուրսի շնորհիվ, դրսի աջակցության շնորհիվ, դրսի ասածը հիմնականում շահառուները առաջին հերթին Բաքուն և Անկարան են։ Այդ բոլորի շնորհիվ ինքը որ կարողանում է մեդիա օրակարգ թելադրել և մեդիա դաշտում տիրապետող լինել, այս օրերին մենք տեսնում ենք, որ շատ լրջորեն վիճարկվում է նրա այդ մենաշնորհը։ Իշխանության գալու պարագայում ուժեղ Հայաստանը ձեր կարծիքով կարող է ճիշտ արտաքին քաղաքականություն վարել, հատկապես ԵՄ-ի և ՌԴ-ի հետ հարաբերություններում ճիշտ բալանս պահել։ Հարցը եթե դնում ենք հետևյալ կերպ, ցանկացած ուժ, որը որ իսկապես Հայաստանի ազգային շահերով է առաջնորդվում և ոչ թե իր իշխանությունը պահպանելու շահերով, հաստատ կվարի նորմալ քաղաքականություն։ Ես ասում եմ ցանկացած ուժ, որովհետև հաստատ Հայաստանում կգտնվեն այնքան սրտացավ և պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր որ կօգնեն ցանկացած ուժի վարելու ճիշտ քաղաքականություն։ Փաշինյանի վարած քաղաքականությունը պարզապես Հայաստանի շահերի մասին չէ, իր իշխանությունը պահելու մասին է, ինչի գինը Հայաստանի շարունակական զիջումներն են։ Հիմա գալով ուժեղ Հայաստանը կկարողանա, բնականաբար կկարողանա։ Եթե ասում են, որ ցանկացած ուժ կկարողանա, ուժեղ Հայաստանը հաստատ կկարողանա ու կկարողանա հաշվի առնելով թե Սամվել Կարապետյանի, թե նրա թիմում մարդկանց որոշ հեղինակությունը, հաշվի առնելով նաև որոշակի այն համախմբումը, որ նաև տեղի է ունեցել, կա բնականաբար պոտենցիալ և նաև ծրագրային էլ, երբ որ խոսում են, ներկայացնում են իրենց ծրագիրը, թեզերը, ամեն ինչ ռացիոնալ է, ամեն ինչ խելամիտ է և ուղղակի այսպես համեմատելու բան չկա, համեմատելու եզր չկա։ Պարոն Սողոմոնյան, նաև օրերս մայիսի 4-ին և մայիսի 5-ին Երևանում երկու կարևոր գագաթնաժողովներ տեղի ունեցան, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և ԵՄ Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Դուք բողոքի ակցիային էիք մասնակցում։ Ես կխնդրեմ այս երկու գագաթնաժողովների կարևորությանն անդրադառնաք և ձեր տպավորությունները, ինչ տպավորություններ ունեք։ Այդ գագաթնաժողովների շուրջ ստեղծված աղմուկը, շուքը, փայլը և Հայաստանի ու Եվրոպական միության միջև հարաբերությունների բովանդակությունը իրար չեն բռնում, իրար չեն համապատասխանում։ Այո, PR որպես ակցիա, այդպես շատ լավ կազմակերպված, տեղը տեղին կազմակերպված էր որպես PR ակցիա։ Իսկ երբ որ նայում ենք դրանից Հայաստանը ինչ է շահում, ինչ որ հռչակագրային բնույթի ռազմավարական անունը դրած, այս քանի տարի մենք այդպիսի բազմաթիվ ռազմավարականներ ենք ստորագրում։ Ինչ որ հռչակագրեր, հայտարարությունների մակարդակով փաստաթղթեր են ստորագրվում։ Դա բովանդակություն, դա լուծում է մեր անվտանգության հարցը չի լուծում։
տնտեսական զարգացման հարցը լուծում է, չի լուծում։ Ասեմ ավելին, որ այդ միջոցառումները օգտագործեցին Հայաստանը որպես հարթակ աշխարհաքաղաքական բախումների, դեռևս վերբալ մակարդակում։ Հայաստանը ինչ կարող էր շահել այդ գագաթնաժողովներից, որ չշահեց, այսպես ասած։ Հայաստանը ընդհանուր առմամբ իր եվրոպական քաղաքականությունից կարող է այո շատ բաներ շահել։ Մենք եվրոպական հասարակությունների հետ կիսում ենք արժեքային դաշտ, այդ թվում քաղաքական արժեքային դաշտ։ Եվրոպական պետությունները եւ ժողովուրդները մեր բարեկամներն են, հատկապես առանձնացնեն Ֆրանսիային, Հունաստանին, Բելգիային, Նիդերլանդներին, մեր բարեկամ ժողովուրդներն են։ Այնտեղ բնակվում են հոցաթիվ հայկական համայնքներ։ Մենք այնտեղից կարող ենք փոխառնել կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ, կարող ենք փոխառնել տեխնոլոգիա։ Եվ մենք էլ ինքներս, որպես այդ արժեհամակարգի բաղադրիչ լինելով, կարող ենք պաշտպանել այդ համակարգը, այսինքն փոխշահավետ համագործակցություն։ Բայց այս իշխանությունները, որոնք իբրև թե հանրությանը ներկայանում են իբրև թե եվրոպամետներ, իրականում այս իշխանությունները շատ ու շատ փչացրել են բուն բովանդակային հարաբերությունները եվրոպական երկրների հետ։ Ես բովանդակային եմ, ձևականը չեմ ասում, օրինակ ասենք 10 տարի առաջ ես ինքս շատ էի ճանապարհորդում Եվրոպա։ Ինչքան հեշտ էր, 2 անգամ ճանապարհորդելուց հետո մուլտիվիզա ենք ստանում։ Սա այդ ձևական կողմն եմ ասում, արտաքին կողմն եմ ասում։ Հիմա տեսեք ինչքան դժվար է այդ ամենը։ Իսկ բովանդակային առումով ոչ տնտեսական բաղադրիչը, ոչ անվտանգային հատկապես բաղադրիչի առումով չկա որովհետև այն իշխանությունը, որը իրեն չի պահում այնպես, որ իր արած քայլի հետևին լինի իր իրական օգուտը, ինքը բնականաբար օգտագործվելու է։